Բանակի նոր համազգեստի ներդրումը շարունակում է մնալ Պաշտպանության նախարարության օրակարգում, այնինչ այս մասին հայտարարվել էր դեռևս 2021 թվականից։ Գերատեսչության ղեկավար կազմը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկել է մանրամասները, զորային փորձարկումներ արել։ Սակայն համազգեստի փոխարինման թեման որքան շրջանառվում, այդքան ձգձգվում է։ Դա ինչի մասն է խոսում։ Կառավարման թույլ լինելու կամ բացակայության ընդհանրապես, որ այդ սպաները իրենց տեղերում չեն, որ ծառայությունները իրենց պարտականությունները թերի են կատարում։ Հակառակ դեպքում համազգեստը կարող են գնել, համազգեստը բաժանել համակներով, յուրաքանչյուրը իրենց հասանելիքով եւ շատ արագ, ինչը նշանակում ամբողջ բանակը մի համազգեստ է ակրում, զինվորական շքերթ հաշվետվության ժամանակ գլխավոր շտաբի պետ այլ համազ, սա ոնց կարելի հասկանալ։ Փորձագետի ուշադրությունը գրավում է այն հանգամանքը, որ նույնիսկ պաշտոնական միջոցառումների ընթացքում տարբեր բարձրաստիճան զինվորականներ հանդես են գալիս տարբեր տեսակի համազգեստներով։ Նրա կարծիքով նման պատկերն ինքնին վկայում է, որ միասնական անցումը դեռևս ավարտված չէ։ Նահապետյանի խոսքով զինվորական համազգեստը միայն արտաքին տեսք կամ կարգապահության խորհրդանիշ չէ։ Այն մարտական միջոց է, որը կարող է ապահովել զինծառայողի պաշտպանվածությունն ու արդյունավետությունը տարբեր պայմաններում եւ ամեն դեպքում հիշեցնում հայտնի ֆիլմի խոսքերը։ Հայկական մի հայտնի ֆիլմի հայտնի ձևակերպում կա, հնչում է այդ ֆիլմում, ասում է կոստյումն է, որ քեզ պետք է գեղեցկացնի։ Հիմա զինվորական համազգեստը ատրիբուտիկայի մաս է ընդհանրապես, արերևույթ, բայց զինվորական համազգեստը նաև ունի պաշտպանական նշանակություն։ Ասենք գիշերային տեսանելիության ժամանակ համազգեստներ կան, որոնք չեն երևում, համազգեստներ կան, որոնք որոշակի առումով պաշտպանված են եւ այդպես շարունակ։ Մինչ նոր համազգեստի ներդրման վերջնաժամկետները շարունակում են անորոշ մնալ, ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը հիշեցնում է. տարիների ընթացքում ներկայացվել են նոր նմուշներ, անցկացվել ցուցադրություններ, սակայն զորքերում համատարած անցում դեռ չի իրականացվել, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Այն համազգեստը, որ հիմա կարվում է հաշվարկով կարված համազգեստը պետք է ունենա նաև պահեստային, քանակություն, որպեսզի համազգեստները փոխարինվում են, համազգեստները բաժանվում են, օգտագործված համազգեստը չի տրվում նոր եկած զինվորին եւ այլն, այսինքն համազգեստի շրջանառության համար պետք է քանակություն ապահովել։ Իսկ քանակություն ապահովելու համար արդեն պետք է ժամկետների մեջ զուտ կազմակերպչական առումով համապատասխան գերատեսչությունը դրանով զբաղված։ Սարոյանի գնահատմամբ համազգեստի ամբողջական փոխարինումը երկարաժամկետ եւ փուլային գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն նոր արտադրանք, այլև բավարար պաշարների կուտակում եւ անխափան մատակարարման շղթա։ Եթե այդ նախապատրաստական աշխատանքները ժամանակին չեն իրականացվում, ապա խնդիրը կազմակերպչական դաշտում է։ Անցել է արդեն 5 տարի, 5 տարվա ընթացքում համազգեստի, այսպես ասած, պրեզենտացիան տեղի է ունենում նախորդ տարի եւ արդեն այս տարվա մեջ փորձում են բարձրագույն ղեկավար կազմում արդեն այդ համազգեստը տեղայնացնել։ Որքանով է այդ համազգեստը իր որակական անունով բարձր նախորդից ես չգիտեմ, չեմ կարող ասել, դեռևս չեմ գրել, բայց այն ինչ որ այս պահի դրությամբ տեղի է ունենում համազգեստի սերնդափոխություն, թե երկար պրոցես է գնալու։ Հետևաբար հարցը միայն այն չէ, թե ինչ է հագնում զինվորը, այլ նաև որքանով է տվյալ համազգեստը համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Հայկ Նահապետյանի գնահատմամբ, եթե հնարավոր է իրականացնել խոշոր սպառազինության ծրագրեր, ապա տարիներով չլուծվող համազգեստի հարցը առկա կազմակերպչական խնդիրների ապացույցն է։ Դա խոսում է, որ այդ կառույցը որպես կառավարման կարևոր ինստիտուտ մեծ ճգնաժամի մեջ է, իսկ այդ ճգնաժամը մեր երկրի պաշտպանության վրա է ուղղակիորեն ազդում, եւ որի վերաբերյալ հակառակորդը գիտի, ցավոք սրտի։ Այսպիսով համազգեստի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն զինվորների համար ամենակարևոր հարցը մնում է անփոփոխ. երբ նոր համազգեստը վերջապես կփոխարինի հնին։ Փորձեցինք պատասխան ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ցավոք այդպես էլ արձագանք չստացանք։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։